մայիսի 8-ին հեռանում է Նիկոլի 7 տարին, որ իշխանությունը զավթել է Հայաստանում։ Այդ ամսաթվի հետ էլ բավական, այսպես ասեմ, մեծ հույսեր ունենք, ուր ես լինում է։ Քայլերի հաջորդականությունն եմ ուզում ձեզ ներկայացնել։ Սպասում ենք 10 օր, սպասում ենք ճակերտավոր, որտեղ մենք մեր ակտիվ գործունեությունը սկսում է հենց այսօրվանից, այսինքն ակտիվ հանդիպումներ քաղաքական, հասարակական դերակատարների հետ, քաղաքական կուսակցությունների հետ։ Ես ասեցի առաջին հերթին դիմելու ենք, նախաձեռնելու ենք հանդիպումներ առաջին նախագահի, երկրորդ, երրորդ նախագահների հետ, հայ հեղափոխական դաշնակցության հետ մեծ ցանկություն ունենք հանդիպելու կնախաձեռնենք, հուսով ենք չեն մերժի, հանրապետական կուսակցության հետ, Հրանտ Բագրատյանի ազատություն միասին այլընտրանքային այդ միասին այլընտրանքային կուսակցություն ես նկատի Հրանտ Բագրատյանի հետ, Արտուր Վանեցյանի հետ հայրենիք կուսակցության շրջանակներում, նաև այս ամեն ինչը մի մասը պայմանավորվածությունների փուլում է, օրինակ Արտուր Վանեցյանի հետ ես խոսեցի, ինքը ամսի 30-ին այստեղ կլինի նոր արդեն հանդիպման մասին կպայմանավորվենք։ Լևոն Տեր-Պետրոսյանին, պարոն Լևոն Զուրաբյանի միջոցով արդեն խնդրել ենք հանդիպման մասին ու ընթացքի մեջ է փորձենք այս գաղափարը, այս հնարավորությունը իշխանափոխության հնարավորինս լայն հանրայնացում ապահովել սրա համար։ Ինչ է քննարկելու իրեն։ Մի վարքյան ես սաղ ծրագիր ասեմ, հաջորդիվ 10 օր հետո, եթե մեր հարգելի որոշ մասը պատգամավորների, որոշ մասը ոչ այդքան հարգելի պատգամավորներից ոչ մեկ չի նախաձեռնում իմպիչմենտի գործընթաց, այդ դեպքում շատ արագ նաև այդ հանդիպումների շրջանակը հաշվի առնելով, այժմ հարցիկ մի անգամից պատասխանեմ, այդ հանդիպումների շրջանակում փորձելու ենք նաև գեներացնել այդ այսպես սպասված տեխնացուին, որը մեր համար բացարձակ սպասված չի, բայց այն տեխնացուին, որի շուրջ արդեն իմպիչմենտի պարտադիր այսինքն այդ դրսի ուժերը օրինակ եթե 10 օրվա ընթացքում մեր հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը իրանց ներսում չկարողացան ուժ գտնեն, որ գոնե գործընթացի շրջանակներում մի կողմ թողեն իրանց ատելությունը, այսինքն մենք արձանագրեցինք, որ մեր ընդդիմադիր պատգամավորները իրար ավելի են ատում, քան Նիկոլ Փաշինյանին, 10 օր հետո մենք այդ արձանագրման պատասխանը իմանանք, մի վերջացնեմ խոսքը նոր, այդ դեպքում այդ նիհիլիզմի մթնոլորտը կոտրելու միակ տարբերակը այն է, որ հանրությունը ինքը այդ տեխնացուին վերջապես գեներացնի, ստեղծի, հայթայթի, բերի պատգամավորներին, այս ոչինչ բան մի արա։ Մերսի Այս է քպայական կրետ է։ Պարոն Մայլյան, վարչապետի միասնական տեխնացուն է, դեռ ամեն Բագրատ Սրբազանը չի եղել երբեք տեխնացու։ Վարչապետի Չի եղել տեխնացու։ Չի եղել։ Իմպիչմենտի նախագիծ չի եղել, թուղթ չի եղել Բագրատ Սրբազանի կամ որևէ այլ մարդու։ Ես միայն ուրախ կլինեի, անկեղծ, ոչ թե սա ասում չի եղել, որ տիպը չեմ ուզում լինի, որտեղ Բագրատ Սրբազանի հետ ենք հանդիպելու, այլ չի եղել, որտեղ նման թուղթ չի եղել, ոչ մեկ այդ թղթի տակ չի ստորագրել եւ Բագրատ Սրբազանն էլ հետեւաբար բացի հրապարակում տեխնացու հայտարարվելուց այն կողմ չի գնացել գործը։ Տեխնացուների շուրջ կա կարմիր գիծը ձեզ։ Դա չլինի չհաջողի խորհրդարանում տեխնացուի շուրջ համաձայնություն որոշման նախագիծ եւ այլն։ Կա տեխնացու, որը հստակ դուք այսինքն ձեր շարժման անդամներով արդեն ունեք ձեր աչքի տակ, որ եթե այդտեղ չլինի միանշանակ, այսինքն դրա հակառակը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է։ Իսկ դա այդպես չի։ Տեխնացու վստահ եմ կա թե Հայաստան դաշինքի մտքում, թե պատիվ ունեմ դաշինքի մտքում, դո միգուցե նաև մի վարքյան, դո միգուցե նաև ԿՊԱ-ական որոշ պատգամավորների մտքում։ Այդ տեխնացուին չհրապարակելու բան կա, խնդիր կա, հասկանում եք։ Ոնց են կոնսոլիդացնել։ Ոնց են այդ տարբեր տեխնացուներին բերելու մի դաշտ, որտեղ եթե ասում եք պատիվ ունեմ իլ տեխնացու ունի մտքում, չգիտեմ, Քոչարյանականները իրենց, Սրբազանը իրենց, որ տարբեր մարդիկ են 3-4, ոնց են այդ 3-4-ից մեկին։ Ոնց ուզում են, եթե իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է, ուրեմն ոնց ուզում են, թող նստեն մի սեղանի շուրջ ու ոնց ուզում են կան համաձայնության։ Կրակը չեն կնգել ժողովուրդ։ Այսինքն ի՞նչ նշանակում ոնց է, ասեի արդեն ոնց, կներեք։ Իսկ եթե ԿՊ-ն որոշի, որ Նիկոլ Փաշինյանը չի, բայց ԿՊԱ-ականներից մեկ այլ տեխնացու է, դուք այդ տարբերակին կողմ եք։ Հələ թող այդ տարբերակը լինի,
Կարող ես մարդուն բանանում առաջադրում Չգիտեմ, անկեղծ չեմ մտքովս չի անցել այդ։ Այսինքն ես ճիշտ հասկացա, պարոն Մալյան, որ դուք Արթուր Վանեցյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի մյուս արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպել եք առաջինը տեխնացուի անվան շուրջ ընդհանուր քննարկումների, հետո փողոցային շարժման։ Առաջինը ներկայացնելու ենք մեր քայլերի հերթականությունը ծրագրի, որ այս պայն հրապարակային չի, ինչ-որ բայց ամբողջությամբ հրապարակային կլինի։ Ծրագիր գոյություն ունի Վահե ջան։ Այդ ծրագիրը հրապարակ ասելու ենք Օրինակ Արթուր Վանեցյանին կամ չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ խոսալուց ասելու ենք որ գոյություն ունի այս ծրագիրը որ ինչով կարող է օգնի այդ մարդը գործընթացի շուրջ կոնսոլիդացիայի ձևավորմանը եւ այլ կամ թեկուս իրա այսպես ասեմ քաղաքական օրհնությունն էլ եթե տա այդ գործընթացին շատ դեպքերում էլի շատ նորմալ արդյունք է որևիցե ակնկալիքով չեն գնում մենք կամ որևիցե խնդրանքով մենք գնում ենք ներկայանալ Չէ, բացարձակ տրամաբանական չլինի 4 անգամ այդ հարցին Էդգարը պատասխանեց։ Շնորհակալություն։